Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչ անուն էր Ալիևը կպցրել Սևանալճին նախորդ տարի այս հարցում եւս իշխանականներն ու ընդդիմադիրները այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան։ Բաքվի բռնապետը Գեղամածովը Գյոյչա էր անվանել, թե պարզապես հիշատակել ռուսական մի քարտեզ, որտեղ Սևանի ուրվագծերին դաջված էր եղել այդ անունը։ Ջրերը պարզվեցին, փոխարենը համացանցում տարածվեց այս լուսանկարը։ Ադրբեջանական շշի վրա նույնիսկ Սևանն են պատկերել, վրան գրել Բասարգեչար, շուրջ բոլորն էլ հայկական բնակավայրերի անվանումներն են, բայց իրենց հնարած ձևակերպումներով։ Ալիևը մի կողմից խաղաղություն է խաղում, մյուս կողմից Հայաստանը, որի տարածքային ամբողջականությունը Ամերիկայի նախախաղաղության թղթերով է ճանաչել, հռչակում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Այս հանգամանքը, հիշեցնեմ, նաև վերջերս հրապարակված արտաքին հետախուզական ծառայության զեկույցում էր տեղ գտել, եւ Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը գրել էր, թե սա զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության ու երկարաժամկետ խաղաղության համար։ Ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող եւ ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի եւ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։ Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզարշավը։ Դեկտեմբեր ամսին լրատվական ծառայությունը 42 հրապարակում է արել, խոսքը Ազերթաջ գործակալության մասին է, որտեղ Հայաստանի տարածքը ներկայացվել է որպես ճակերտավոր Արևմտյան Ադրբեջանի չհստակ զավթողական ծրագիր է եւ որևէ պատմական աշխարհագրական ու քաղաքական հիմք չունի։ Հունվար ամսի ընթացքում դեռևս մինչ այսօր արվել է մոտավորապես 30 այդպիսի հրապարակում։ Եվ հետախուզության ծառայությունը թեև խոսել է խնդրի առկայության մասին, բայց ցավալիորեն երևի իրենց եւս մի տարի է պետք, որ հասկանան, թե այդ խնդիրը ինչ լուրջ վտանգներ ու ռիսկեր է իրենց սպառնակում։ Սա էլ Բաքվի հեռուստաալիքն է, եթերում ինքնիշխան Հայաստանի քարտեզը, մեկ էլ մեր վարչատարածքային բաժանման ուրվագծերն ու հայկական անվանումները ջնջվում են, էկրանին հայտնվում են կեղծ ադրբեջանական անվանումներ։ Դա իրենց արտաքին քաղաքականությունը, դա իրենց ռազմավարությունն է, որպես հայկական սեպը ընդհանրապես վերացնելը։ Եվ բնականաբար դա վերացնելու համար դա չի կարող հենց այնպես գալ։ Դա ինչ որ հիմնավորում, թեկուզ ձևական, բայց հիմնավորում պետքա ստեղծվի։ Այդ հիմնավորումը գրածած օրինակներով է ստեղծում։ Արևմտյան ադրբեջանական տերմիրաբանությունը դուրս չի գալիս, Զանգեզուրի միջազգային տերմիրաբանությունը դուրս չի գալիս։ Դրանք նյութատեխնիկական բազան են պատրաստում հետագա անեքսիայի։ Տեղի ունեցողը ոչ միայն մեր, այլև միջազգային հանրության բաց աչքի առաջ է։ Ալիևը չի վախենում արդյոք կորցնել խաղաղության աղավնու իմիջը, որը աշխարհի աչքին կերտել է։ Քաղաքագետի խոսքով անգամ հայ-ադրբեջանական խաղաղության համար, այսպես ասենք, պայքարող երկրները ունեն իրենց խնդիրները, որոնցով էլ զբաղված են։ Ինչ ասենք Գերմանիա կանցլերը պետք է առողջեցիգուն վերքենա մտածի այսօր Ադրբեջանի ղեկավարի Իլհամ Ալիևի ինչ իմիջ ունի կամ Ֆրանսիայի ուրիշ մտածելու խնդիրներ ունեն, քան թե Ալիևի իմիջը մտածել է։ Ոչ մեկին դա չի հետաքրքրում։ Ու այս ամենից զատ փորձագետ վերլուծաբանները տպավորություն ունեն նաև, թե հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններն այժմ կամ կուլիսներում են ընթանում, կամ էլ ընդհանրապես երկխոսության դադար է։ Ալիևի ողջ վարչակազմը հիմնված է հայատյացության, պատերազմի, հայերի նկատմամբ ատելության, զավթողական ծրագրերի հիման վրա։ Ալիևի վարչակարգը չի փոխվելու։ Որևէ պայմանագիր էլ չի ստորագրվելու, որովհետև ինքը չունի իրական որևէ ցանկություն գնալ խաղաղության։ Երբ խաղաղության օրակարգը կառուցվում է զավթողական բառապաշարի ու պատմության վերաշարադրման վրա, այն դառնում է ոչ թե լուծում, այլ նոր ճգնաժամի հիմք, մասնագետներն են գնահատում։ Կեղծ է Ալիևի խաղաղությունը, իր քարտեզների պես կեղծ։ Հայաստանը շարունակում է աշխատել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում, գործակցելով միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող բոլոր երկրների հետ։ Քննարկումների շրջանակում Հայաստանի կառավարությունը գործակցում է Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Չինաստանի գործընկերների հետ, որպեսզի ստանա բոլոր անհրաժեշտ եւ վստահելի տեղեկությունները նախագծի տեխնիկական ու անվտանգային բոլոր կողմերի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Հայաստանի վարչապետը։ Նա նշել է, որ անհրաժեշտ որոշումներ կկայացվեն միայն այն բանից հետո, երբ բոլոր հնարավոր հարցերին տրվի լիարժեք պատասխաններ։
Global Firepower 2026-ի վարկանիշի համաձայն Հայաստանը տարվա սկզբին զբաղեցնում է 101-րդ տեղը աշխարհի ռազմաքաղաքական հզորությամբ երկրների շարքում։ Առաջատարը Միացյալ Նահանգներն է, երկրորդը Ռուսաստանը, տասնյակում ընդգրկված են Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Ֆրանսիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան եւ Իտալիան։ Տարածաշրջանում Ադրբեջանը 60-րդն է, Իրանը 16-րդը, Վրաստանը 95-րդը։ Վարկանիշը հաշվարկվում է ավելի քան 60 գործոնի հիման վրա եւ հրապարակվում է 2005 թվականից։ Վերջին օրերին հասարակական քննարկումների կենտրոնում է էլեկտրաէներգիայի ծախսի հնարավոր հավելագրումների թեման։ Քաղաքացիները սկսել են ֆիքսել նախորդ տարիների համեմատ սպառված էլեկտրաէներգիայի վճարի դիմաց տարբերությունը։ Հեծից նրանց պարզաբանել են, որ տարբերությունը պայմանավորված է եղանակային գործոններով։ Հունվարին վճարումները կատարվում են նախորդ նախատոնական դեկտեմբերին օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց։ Մյուս կողմից չի բացառվում տեխնիկական, ոչ հնարավոր միտումնավոր միջամտության վարկածը։ Քաղաքացին ունի հաշվիչ, որի աշխատանքի հետ կապված իրեն կարող է տրամադրվել լաշվետություն հեծի կողմից եւ որովը կասկած ունենալու դեպքում քաղաքացին կարող է բողոքել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուսումնասիրելու համար առկա խնդիրները։ Մենք ունենք մի այնպիսի համակարգ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անգամ մասնավորին չէր կարողանում պատշաճ հսկել։ Ինչպես է հսկելու այն պետական կառույցի, պետականացված կառույցի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Աբրահամ Լինքոլն ավիակիրը գտնվում է Իրանից հարվածային հեռավորության վրա, երկու երկրների միջև լարվածությունն աճում է։ Օրեր առաջ էր Թրամփը տեղեկացրել, հետևում է Իրանին եւ տարածաշրջան է ուղարկում զգալի ուժեր, բազմաթիվ նավեր, մեծ նավատորմ։ Թրամփը նախազգուշացրել է, որ լրջորեն դիտարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը։ Iran nuclear threat like nobody can believe. Որոշ չափով պատրաստություններ կան եւ արդեն ագին ժամանակ, թե որոշումը կընդունվի հարվածի, թե չի ընդունվի, ինձ թվում է շատ տարբեր գործոններից է կապված։ Ըստ ռազմական փորձագետների Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունները կլինեն օդային հարվածները, Իրանն ինչ խոսք հակահարված տալու է, ինչպես հայտարարել էին բարձրաստիճան իրանցի պաշտոնյաները։ Թիրախում կլինեն ամերիկյան ռազմաբազաներ, դեսպանատներ, ընդ որում տարածաշրջանում տեղակայված։ ԱՄՆ-ն իր ռազմաբազաները եւ իր դիպլոմատներին էվակուացնում է սովորաբար տենց գործողություններ կատարելուց առաջ։ Նավերի ուղարկելը տարածաշրջան ոչ մի չափով չի ազդի Իրանի հաստատակամության եւ վճռականության վրա, պաշտպանելու իր ինքնիշխանությունը։ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն ուշադիր հետևում է բոլոր տեղաշարժերին եւ միաժամանակ ոչ մի վայրկյան չի կորցնում իր երկրի պաշտպանունակության ամրապնդման, ազգային ինքնիշխանության եւ արժանապատվության պաշտպանության ընթացքում։ Ըստ փորձագետների տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմն է նաև շահագրգռված Իրանում անկայունության մշտական պահպանման այդ երկրի մասնատման առումով։ Հնարավոր է արդյոք, որ օրինակ Ադրբեջանն աջակցի Իրանի դեմ թշնամաբար տրամադրված երկրներին։ Ըստ ռազմական ոլորտի մասնագետների, այո, եթե վստահ լինի, որ լայնամասշտաբ պատերազմի դեպքում Իրանը կմասնատվի որպես պետություն։ Դրան են սպասում նաև Իրանում բնակություն հաստատած ազերիները։ Երևի խոսքը կգնա առաջի հերթին հետախուզության ոլորտում համագործակցության մեջ, ոնց որ եղավ 12 օրյա հակամարտության ժամանակ, բայց միակ սցենարը, որտեղ ես ինչ-որ ձևի կարող եմ պատկերացնել Ադրբեջանը ուղիղ ռազմական աջակցություն, օրինակ ինչ-որ հարվածներ իրանց բանակը կիրառել, կարող եմ պատկերացնել մենակ եթե ինչ-որ որոշում լինի, որ ինչ-որ տենց լայնամասշտաբ պատերազմ է Իրանի դեմ սկսվում, վերջանալու է Իրանի լուրջ պարտության։ Նախկինում միշտ ադրբեջանական համայնքը Իրանի ներսը ինքը ինչ-որ դեր խաղացել է, էլի ներքին ապակարգացման պայմաններում ինչ-որ ճգնաժամերի։ Տարածաշրջանում քամի փչի ուղություններից մեկը նաև Հայաստանը կարող է լինել։ Իրանում եւ Իրանի դեմ յուրաքանչյուր բացասական պրեսինգ ուղիղ ազդեցություն կարող է ունենալ տնտեսական միգրացիոն առումով։ Իհարկե Հայաստանի համար շատ մռայլ կան էլի այդ թեմաները։ Ես չեմ կարծում որ խոսքը ինչ-որ լայնածավալ ցամաքային գործողության մասին կարող է լինի, էլի օդային գործողության մասին կարող լինի։ Հայաստանի սահմանների կողքը կլինի լուրջ անկայուն իրավիճակ։ Շատ դժվար կլինի նրանց համար, որ ներմուծում է ապրանքներ Իրանի տարածքով։ Չնայած Իրանում որոշակի չափով տեղեկատվական բլոկադային արևմտյան եւ իսրայելական մեդիան շարունակում է իրանական հասարակության մեջ ահաբեկող պառակտող տեղեկությունների տարածումը։ Եթե Իրանը հայտարարում է, որ իր երկրի դեմ ցանկացած հարձակում կհամարի լայնամասշտաբ պատերազմ, արևմտաիսրայելական լրատվամիջոցները համատեղ տեղեկություն են տարածում, թե իբր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեին տեղափոխվել է Թեհրանում գտնվող մի քանի 100 մետր խորության հատուկ ստորգետնյա ապաստան։
ամերիկյան հարձակման ռիսկի աճի պատճառով։ Հունվարի 25-ին Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են 23-ամյա Հայկի Մերսեդեսը եւ Իրանի Իսլամական Հանրապետության 43-ամյա քաղաքացու վարած իրանական համանանիշներով Scania ավտոբուսը։ Մերսեդեսի վարորդը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Վայոց ձոր բժշկական կենտրոն, վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության վայքի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Հատուկ տեխնիկային օգտագործել վիրավորին մեքենայից դուրս բերելու համար։ Ավտոբուսում մեծաթիվ ուղևորներ են եղել, բարեբախտաբար չեն տուժել։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները։ Ճանապարհն սպասարկող ճանշինը ճանապարհն ամբողջությամբ մաքրել է, տեսնում եք, անգամ մերկասառույց չկա, այնպես որ չեն կարող ասել, որ պատճառը եղել է ճանապարհի սառած լինել, ճանապարհը լրիվ անցանելի է ասֆալտ, կարելի ասել։ Հունվարի 23-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում Աբովյան ջրվեժ ճանապարհին Արտաշատի խճուղում բախվել են Կամազ Բեռնատարն ու Ֆորդ Տրանզիտը, մեկ ուղևոր տեղում մահացել է, իսկ երկու հոգու շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, մեկ վիրավորի տեղափոխել են հիվանդանոց։ Ժամանել են փրկարարության Երևանի TV-ներորդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի երկրորդ դասակի պարեկները։ Հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց ձյունապատ, ձուն գալուց է եղել։ Բայց ակնհայտ է, որ կամազը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։ Երևան-Երասկ-Մեղրի ավտոճանապարհին Սարավան բնակավայրի վարչական տարածքում էլ Հովո Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց գողաշրջվել։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները։ Վարորդը եղել է սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Հունվարի 24-ին Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մերսեդեսի վարորդը այն վարում է անկանոն, հանդիպակաց բախվելով մի քանի մեքենաների, նաև վթարային վիճակ ստեղծելով։ Ըստ տեղեկությունների նա Արարատի մարզից ուղևորվել էր դեպի Վայոց ձորի մարզ, Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատարն էլ այդ տեղեկությունը փոխանցել է Վայոց ձորի մարզի գումարտակի հրամանատարին, ու Վայոց ձորի պարեկները նկատելով Մերսեդեսը Արենի գյուղում կանգնեցրել են նրան։ Տեղում պարզվել է, որ վարորդը վարելու իրավունք չունի, ոչ սթափ վիճակում է։ Ու հիմա տեսնում եք այս պահին Վայոց ձորի մարզի պարեկները կարողացել են հետապնդել, մի քանի անգամ բարձրախոսով ասում են կանգնի, սակայն նա չէր կանգնում, հետո ի վերջո կանգնեց։ Այս պահին նա ասում է, որ ինքը միշտ այս ավտոմեքենան վարել է առանց պրավի, առանց դոկումենտի ու այդպես էլ շարունակելու է վարել։ Պարեկները նրան ու մեքենան տեղափոխել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին։ Ի դեպ մեքենայի առջևի հատվածը կողային հայելիներ ամբողջությամբ վնասված էին։ Հունվարի 23-ին Նոր Հաչնի կամրջի վրա բախվել են Լադան ու Միցուբիշի Պաջերոն, վերջինը մասամբ հայտնվել է կամրջի երկաթե պատնեշի վրա։ Մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի երկրորդ դասակի պարեկները։ Կամուրջն ամբողջությամբ պատված է եղել մերկասառույցով, ճանապարհը սպասարկող ընկերությունը վթարից միայն 40 րոպե հետո է ժամանել, աղուավազ լցրել։ Սառացա եղել, ոնց որ ասում են մերկասառույց եւ ըստ հավաքված քաղաքացիների միայն վթարից 40 րոպե հետո նոր ճանշինը, ճանապարհը սպասարկող ճանշինը ժամանել ու սկսել է ճանապարհը մշակել աղու ավազով։ Հունվարի 23-ին Երևան-Մեղրի ճանապարհին 58-ամյա Կամոն վազ 21-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց։ Վարորդը 11 եւ 7 տարեկան ուղևորները տեղափոխվել են Վայոց ձոր բժշկական կենտրոն, վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության Եղեգնաձորի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Ճանապարհն ամբողջությամբ պատված է եղել մերկասառույցով։
Սյունիքում Կիրակի հունվարի 25-ին պայթյուն է տեղի ունեցել Գորիսի Թոսկապ կոչվող տարածքում գերեզմանների հարևանությամբ վիճաբանություն է եղել։ 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է, նա եւ 38-ամյա Արմեն Յոլյանը մահացել են։ Իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է վնասվածքներ, տեղափոխվել բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածներից մեկը Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանի վարորդն է, մյուսն էլ իր ազգականը եւ ըստ օպերատիվ տեղեկությունների, ինչպես նաեւ դեպքի վայրում հավաքված այդ քաղաքացիների հայտնածի տեղի ունեցել միջադեպ կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ մահացածներից մեկը նռնակ է պայթեցրել, ով ի դեպ դարձյալ դա ասում էին այստեղ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր չեն ուզում տեսախցիկի առաջ խոսել, ասելով մենք ներսի մարդ ենք, Գորիսեցի ենք, ամեն օր իրար տեսնում ենք, թող մեզնից դուրս չգա, ինչ որ հոգեկան խնդիրներ է ունեցել, սակայն հաշվառված չի եղել որևէ հոգեբուժական հաստատությունում։ Ժամանել էին քրեական ոստիկանության ծառայողները վարչության պետի եւ Գորիսի բաժնի երթապախումը բաժնի պետի գլխավորությամբ։ Ոստիկանության բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները։ Դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել է Lexus ու ըստ օպերատիվ տեղեկությունների հենց այդ մեքենայով են նրանք ժամանել դեպքի վայր։ Ըստ տեղեկությունների Արմենն ու իր ազգական Վարուժանը պապական առանձնատունը կիսելու շուրջ տարիներ շարունակ կոնֆլիկտ են ունեցել։ Անգամ առանձնատան հարցերով գործը հասել է դատարան, սակայն կողմերը չեն սպասել այդ որոշմանը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։